Համացանցում մի օգտատեր աղմուկ էր բարձրացրել, ինքը իր հետաքննություններ սկսել եւ իր բարձրաստավյալներով, որ ձեզանով էր հետաքրքրվել, Արտակ Սարգսյանը երբեք չի եղել Քենիայի փոխոստիկանապետը, այսպիսի հոլովակներով դիմում էր ժողովրդին եւ բացատրություններ պահանջում, անգամ ճիշտ ասած ես նկատեցի, որ Բախում էլ է տեղի ունեցել, Բախում նկատի ունեմ համացանցային Բախում, ձեր հետևորդների եւ տվյալ օգտատերի միջև ոնց կարձագանքեք ինչու եկեք sense բանենք ինչու տվյալ մարդը չի գտել այն տվյալները որ դուք ներկայացնում եք հանրության հասկացա ուրեմն երկու օգտատերին չեմ նայել իրոք չեմ ցանկանում նայել մեկը երեսը ցույց է տալիս մյուսը չի ցույց տալիս լենդրու ջան ձեր ձեռքի տակ հեռախոս կա հիմա որ կարող եք մի բան տպել հեռախոս այո հիմա խնդրում եմ Google-ը բացեք բացա Հայաստանում հակահաբեկչական քանի կազմակերպություն կա Դե դիգրեմ Չէ, ես ես հարց եմ տալի։ Ինչ գումարտակ կա, ասում հակահաբեկչական։ Այ դուք պետք է այդ հարցին պատասխանեք, ուժայինը դուք Ալֆան։ Հիմա խնդրում եմ Google-ում գրեք, ով է Ալֆայի ղեկավարը Հայաստանում։ Խնդրում եմ հիմա գրեք։ Ալֆա գումարտակի ղեկավարը Հայաստանում։ Դա պետք է հայերեն տառերով չէ՞ գրեմ։ Գրեք, հայերեն տառերով գրեք։ Ով է Ալֆա գումարտակի հակահաբեկչական։ Գրեմ Ալֆա գումարտակի ղեկավար։ Կարա գրեք հակահաբեկչական Հայաստանում։ Հայաստանում։ Ով է, այսպես եվակերպենք հարցը։ Ասում այսպեսի հարցում գոյություն չունի։ Չէ, գրեք հակահաբեկչական գումարտակի դեմ ավելացրեք հակահաբեկչական գումարտակի Ալֆայի հրամանատարը Հայաստանում։ Ճիշտ ասած նորություններ է բերում, բայց նույնիսկ հատուկ անուն դուր չի եկել։ Ինչ է գրում։ Դե տարբեր բաներից, այսպես կոչված լրատվականներից ինչ որ հատվածներ ա եկել, բայց չի եկել ինչ որ մեկի անունը, մարդ։ Չի գա, չի կարա բաց աղբյուր կամ բաց տեղեկություն լինի, նույնիսկ անցածի վերաբերյալ։ Հիմա բացատրեմ ով են այդ մարդիկ։ Քանի որ քնչականահաց են, չի ստանում ոչ մի տեղեկություն Կենիայից, հա։ Կենիան այսինքն դա մի երկիր է, որ այնտեղ տունտունիկ չի խաղում հակահաբեկչական ջոկատը։ Դա այն երկիրն է, որ մեկ օր տարբերությամբ Դար Սալամում եւ Կենիայում ամերիկյան դեսպանատուններ պայթացվեց Ալ-Շաբաբի կողմից եւ Ալ-Քայդայի, հա մենք ունենք Սոմալի, Սուդան, դա այն երկիրն է, որ իմ գումարտակը, ասենց ասեմ, նույնիսկ դասերին կամ վարչություն մտնելուց դեմքերը փակ, պահակները դեմքերը չի տեսնում, միայն մատնահետքով եւ քարտով մտնում։ Այս երկրի իշխանությունները փորձելով ամեն կերպ ինֆորմացիա ստանան Կենիայից, որպեսզի վարույթում ինչ-որ մի բան մտցնեն, ոչ մի ինֆորմացիա չեն ստանում։ Ընդհանրապես Կենիան անց խորքային պետությունն է, որ նրանց ինֆորմացիա չի տալու։ Ինֆորմացիան համացանցում ինչը որ կա, Արթուր եղբայրներ նկարներով ամենաշատը Կիրյուկի հանձնաժողովը։ Պարլամենտում, որ հենց այդ արտասահմանցուն ինչի է ծածկանունով, ինչի են այդ մարդիկ ծածկանունով, ինչի համար է իսկ իմ անձի պաշտպանությունը նախ այդ գումարտակի հրամանտար, երկրորդը առաջին ընտանիքի, այսինքն այնտեղ գաղտնիության աշճանը կրկնակի էր։ Փակ նիստ եղավ 10 րոպե, երբ որ պարլամենտի անդամները 4 օրում հասկացա, որ իրանք ցած հանգիստ քնում են, դա մեծ մասը ջոկատի շնորհիվ է, Կիրյուկի այդ կոմիսիան փակվեց։ Մի խոսքով, այս պետության կողմից դրած, որ Արտակ Սարգսյանը դուրս գա, Արտակ Սարգսյանը երեկվա երեխան ասես Կինգ Կոնգի պես դրա դոշի խփի ու տա ինչ որ ինֆորմացիա իր դեմ, որ նրանք էլ քրեական վարույթում օգտագործեն։ Արտակ Սարգսյանը հարց առաջացավ, էլի կներեք, հիմա դուրս է գալիս ձեր ինֆորմացիան փագա, հա, երկրի անվտանգության եւ ոնց է գաղտնի պետական գաղտնիքը։ Բա ինչու եք դուք բարձրաձայնում դրա մասին։ Ես չեմ բարձրաձայնում։ Դե պետք է չասեիք, որ դուք պաշտոնի եղեք։ Այդ ինչ որ ես չեմ ասել դա առաջին հանդիմությունն է բարձրացրել։ Այդ պաշտոնի բացահայտումը առաջին անգամ կատարվեց, երբ որ եղավ Կենիայի East Africa Standard լրատվականի ռեյդը, որը որ իմ ջոկատը պետքա չմասնակցեր, քանի որ նրա գործը դա չէր, բայց քանի որ հաշվի առնելով Ռուանդայի գենոցիդը, ռադիո ալիքը որ հրահրեց, այդ Freedom ալիքով ռադիո ալիքը հրահրեց 100 օրում 1.5 միլիոն մարդու սպանություն եւ այդ լրատվամիջոցը պատկանում էր նախկին նախագահային Արաբ Մոին, որը որ ապացուցվել էր, որ հենց այդ Ռուանդայի կոտորածների կազմակերպիչներ, նախագահը ասաց, որ այդ ռեյդով ես պետք է զբաղվեմ։ Եվ այդ ռեյդից հետո, երբ որ մատերիալները ինքը ուզում էր ցուցադրել աշխարհին, որ ինչ էր պլանավորվում հրապարակելը, ես ասացի, դե մզե էի ասում, հա, նախագահային այդ Կենիայի լեզվով ասի նախագահ ջան, հա, մզե ջան, եթե մենք պետք է հրապարակենք, ռեյդի իմաստը ո՞րն է, թողենք թող իրանք հրապարակեն։ Էֆեկտը նույնն է լինելու։ Մենք տանք հանրությանը, թե իրանք տային։ Ինքը ասաց, ես կխաչեն, եթե մենք չասի, թող խաչեն։ Դա առաջի անգամ բացահայտվեց, որ արտասահմանցին կա այդ Կենիայի ռեյդով։ Դրանից հետո այդ ինչ ինֆորմացիա որ ես տալիս եմ WikiLeaks-ը։ WikiLeaks-ը 700 էջ մենակ մեր մասին էր չհաշված ընդհանուր
1000 քանի մատերիալ, վիդեոներով, աուդիոներով Արթուր Եղբայրներից, WikiLeaks-ի, ասենք, հրապարակչություններն էր, որը որ ասենք բացահայտեց, որ կա արտասահմանցի Deputy Commissioner of Police, այնտեղ անգլիական համակարգը, հա, SSP, SP, ասենք լեյտենանտ կապիտան, այնտեղ ընտեն չի կոչվում։ Գեներալ լեյտենանտը DCP-ն է, հա, Deputy Commissioner of Police, ղեկավարը CP-ն է, Commissioner of Police, մի խոսքով անգլիական համակարգն է, այնտեղ համապատասխանում, մի խոսքով այն ինֆորմացիան, որ կա քննիչների մոտ ու ես եմ բարձրացնում, դա բաց աղբյուրներ է։ Մնացածը պետական գաղտնիքա ու Կենիան չի էլ տա։ Կենիան այնքան խորքային պետություն է դարձել, որ ուզում է 10 նախագահ փոխվի, այդ ինֆորմացիան ոչ տղաների մասին, որ թոշակի են, ոչ տղաների մասին, որ հիմա ակտիվ ծառայության են, նա չեն հրապարակելու։ Ու այս իշխանությունը այդ նամակները, որ ուղարկում է, ու պատասխան չի ստանում այն, ինչ որ պետք է ստանա։ Դա նրանց շատ է, որտեղ հիմա փորձում են այդ բլոգերներով ասեն, Ալեքսես բան ասեք, ելք թողես մարդը Կինգ-Կոնգի պես ասի, արա չէ, ես եմ ասում դոշերին, չկա դες բան, ո՞ր դա։ Ո՞վ Արտակ Սարգսյանը Կենիայում։ Գնացեք Արտակ Սարգսյանն անեք Կենիայում։